Սա արդեն քարոզարշավ չէ։ Սա ավելի շատ նման է ձայների շուկայի ետնամասի։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ է ստացել Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձանց վերաբերյալ։ Գործը վերաբերում է ենթադրյալ ընտրակաշառքին, կուսակցության օգտին քվեարկելու և քարոզչական աշխատանք անելու պայմանով։ Պաշտոնական նյութում նշվում է, որ գումարները քողարկվել են որպես աշխատավարձեր, կուսակցության տարածքային գրասենյակների միջոցով։ Հետո գալիս է ձայնագրությունը՝ 400,000 դրամ, առանձին գումար ակտիվիստների համար, 1,600,000, 2 միլիոնից ավելի, շենքերի ցուցակներ, անուններ, ընտրողներ, կոորդինատներ, ով որ շենք է մտնում, ով է փողը տանում, ով է հեռախոսով լռում։ Մեկը զգուշացնում է, որ զանգերը կարող են վերահսկվել։ Այդ նախադասությունը շատ բան է ասում։ Դրանք շփոթված չէին։ Դրանք հասկանում էին, ինչ սահման են անցնում և ինչու դա պետք է թաքցնել։ Կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ, վարութային գործողությունները շարունակվում են։ Մեղավորությունը կորոշի դատարանը, բայց հանրությունն արդեն լսել է մեխանիզմը։ Թղթի վրա աշխատավարձ, իրականում կանխիկ փող, ընտրողը բաժանված շենքերով։ Հունիսի 7-ին հիշիր սա։ Քո ձայնը նրանց աշխատավարձային ցուցակը չէ։ Քո շենքը նրանց որսատեղին չէ։ Քո անունը